Ադրբեջանի կառավարության կողմից իրավապաշտպանների ու կառավարության այլ քննադատների համակարգված ճնշումները ցույց են տալիս Բաքվի արհամարհանքը Եվրախորհրդի նկատմամբ։ Այս ամենն անպատասխան թողնելը սպառնում է Եվրակառույցի հանդեպ վստահությանը։ Զեկույցը մեջբերում է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի փորձագետ Գեորգի Գոգիային։ Հոդվածում ասված է, որ Ադրբեջանը ստանձնեց Եվրախորհրդի նախագահությունը չնայած բռնաճնշումների կիրառմանն ու Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների չկատարմանը։ Խնդիրները լուծելու փոխարեն Բաքուն ուժեղացրեց բռնաճնշումները իրավապաշտպանների, լրագրողների, սոցցանցերի ակտիվիստների նկատմամբ, հարուցելով շինծ ու մեղադրանքներով քրեական գործեր։ Վերջին 2.5 տարում Ադրբեջանը նման կերպ է վարվել առնվազն 50 մարդու հետ։ Նրանց մեծամասնությունը բանտարկված է։ Բաքուն նաև օգտագործում է նոր սահմանափակող օրենքներ, որոնք կարգավորում են ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։ Սառեցվում են հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվները, դրամաշնորհները չեն գրանցում։ Human Rights Watch-ը հիշեցնում է Լեյլայև Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի ու բազմաթիվ այլ դեպքեր։ Նրանք մեղադրվում են տարբեր հոդվածներով, հարկերի չվճարումից մինչև պետական դավաճանություն։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպության կարծիքով Եվրախորհրդի ղեկավարությունը, այդ թվում գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը եւ անդամ պետությունները Ադրբեջանի կառավարությանը պետք է կոչ անեն անհապաղ ազատ արձակել բոլոր ոչ իրավաչափ բանտարկվածներին եւ չեղյալ համարել նրանց դեմ քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերը, դադարեցնել հետապնդման ու վախի քաղաքականությունը հասարակական կազմակերպությունների նկատմամբ ու ապահովել նրանց անարգել աշխատանքը, անհապաղ իրականացնել մարդու իրավունքների ոլորտում վաղուց հասունացած բարեփոխումները եւ կատարել Եվրախորհրդին անդամակցելու ժամանակ ստանձնած պարտավորությունները։ Եվրախորհրդի ղեկավարությունը պարտավոր է դատապարտել Բաքվի պահվածքը ամենակոշտ ձևով եւ ընդգծել, որ գործակցությունն անհնար է, քանի դեռ այդ երկրում մարդկանց ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով, ընդգծում է Գեորգի Գոգյան։ Ադրբեջանը չի ցանկանում դառնալ արևմտյան, Բաքվի մեծ ռազմավարության հռետորությունն ու իրականությունը։ Այսպես է վերնագրված Թոմաս Դվալի հոդվածը Foreign Affairs-ում։ Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ հարաբերությունները պահպանելը թույլ կտա ավելացնել հարստությունը, չսպառնալով Ադրբեջանի օլիգարխիկ քաղաքական համակարգին։ Այս ծրագիրը սակայն լուրջ փորձության է ենթարկվում։ Վերջին շրջանում Բաքուն մարդու իրավունքների դեմ լրջագույն ոտնձգություններ է անում։ Արտաքին քաղաքականության մեջ էլ ռազմատենչ գիծն է ակտիվացրել։ Հիշեցնելով Ղարաբաղյան հակամարտության պատմությունը, փորձագետը նշում է, որ Ադրբեջանը թանկ է վճարել։ Երկրորդ գործոնը, որ կազմավորում է ներկայիս ադրբեջանական քաղաքականությունը, ըստ Վալի նավթային բումն է, նախագծերը արևմտյան ընկերությունների մասնակցությամբ։ Այն ստեղծեց օլիգարխների նոր դաս։ Նրանք գնեցին սեփական ինքնաթիռներ, տներ Լոնդոնում, Ֆրանսիայի հարավում, անգամ եվրոպական ֆուտբոլային ակումբներ։ Օլիգարխ նախարարներն օգտագործում են իրենց քաղաքական ազդեցությունը հարստությունը պաշտպանելու համար։ Ադրբեջանի էլիտան շահագրգռված է արտաքին ուժերի հետ կապով, սակայն եթե դա չի հակասում Ադրբեջանում իրենց իշխանությունը պահպանելու մեծ նպատակին, այլ կերպ ասած Բաքուն ուզում է լինել արևմուտքի կողքին, բայց ոչ շատ մոտ։ Աֆղանստանից զորքերի վերադարձի տարանցիկ կետ, Իսրայելի հետ մոտ հարաբերություններ, դերակատարություն Իրանի նկատմամբ պատժամիջոցների ապահովման գործում եւ հարավային միջանցքով այլընտրանք Եվրոպա մատակարարվող ռուսական գազին։ Դվալը նշում է, որ սրանք են ադրբեջանցիների կռվանները արևմուտքի հետ հարաբերություններում։ Սակայն այս կետերը խոցելի են։ Աֆղանստանից զորքն ամբողջությամբ պիտի հանվի տարվա ընթացքում։ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ։ Հարավային միջանցքի ծրագիրը փոքրացվել է եւ ընդամենը Եվրոպայի պահանջարկի 2%-ը կարող է բավարարել։ Ադրբեջանի եւ արևմտյան նավթային ընկերությունների մեղրամիսն ավարտվում է։ Ֆրանսիական էներգետիկ ընկերությունը վաճառել է իր բաժնեմասը գազային նախագծում։ Նորվեգական Statoil-ը նվազեցրել է ներդրումը, հիշեցնում է վերլուծաբանը։ Նա անդրադառնում է նաեւ մարդու իրավունքների հետ կապված վիճակին։ Ադրբեջանի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ կա։ Նրանցից շատերը արևմտամետ են։ Բաքուն փակել է բազմաթիվ արևմտյան ժողովրդավարական հաստատություններ։ Ադրբեջանին քննադատող արևմտյան գործիչներին մեղադրում են ներքին գործերին կոպիտ միջամտության համար։ Մյուս կողմից Ադրբեջանը նավթային հարստությունն օգտագործում է սպառազինությունների մրցավազքի համար, սրում է լարվածությունը շփման գծում, հայերին թշնամի է անվանում, ընդգծում է Դվալը։ Այս ամենն ապացուցում են, որ արևմուտքի հետ շփումներում բռնապետը մեղմ ասած անկեղծ չէ։ Եթե Բաքուն լուրջ վերաբերվեր արևմուտքի հետ գործընկերությանը, ապա կդադարեցներ արևմտամետ քննադատների հետապնդումները եւ ավելի ինտենսիվ կզբաղվեր Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմամբ։ Դվալը եզրակացնում է. արևմտյան քաղաքական գործիչները պետք է գործ ունենան իրական Ադրբեջանի հետ, այլ ոչ թե մտածածին, որը սովոր են նրանց մատուցել Ադրբեջանի իշխանությունները։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։